իմ օպոնենտը պարոն Սաֆարյանը բացատրեր լյուստրացիա բառի նշանակությունը եւ ասենք մենք ունենք ՍՍՀ-ի համակարգ, որ մեր ԱԱԾ-ի աշխատողները ՍՍՀ-ի մտնելու են արդյոք այդ ագենտուրայի ցանցի մեջ եւ ոնց են բացահայտելու այդ ագենտուրայի ցանցը։ Նայեք, լյուստրացիան, այսպես նոր Ամերիկա հայտնաբերելու կարիք չկա, բազմաթիվ պետություններ անցել են այդ ճանապարհով։ Բառի նշանակությունը ես հարցրեցի։ Բառի նշանակությունը ես չգիտեմ եւ իր ցակումնաբանությունն էլ չգիտեմ որտեղից է գալիս։ Սխալ տեղ եք օգտագործում այդ բառը։ Այն ինչ որ դուք ասում եք, այո, ու գրի լյուստրացիա։ Չի համապատասխանում լյուստրացիա հասկացանը։ Ինչի եք այդպես կարծում։ Ես հիմա կասեմ։ Նախանձություն, հիմա եկա ասացի Արսենը ագենտա տանելու եք, տանջեք Արսենին։ Ոչ մի դեպքում ոչ մեկին չենք տանջել։ Լավ մեթոդ է, չէ՞ որ բացահայտ։ Շատ հստակ է լյուստրացիան ինքը տերմին է։ Լյուստրացիան ինքը անկախ նրանից հիմա մի հատ փոքր ասես ձեր այս իրար հետ խոսալու բանավիճելու ընթացքում իմ մոտ մի հատ հարց առաջացավ, թույլ տվեք հարցնեմ։ Մենք Ջերմուգի, Վարդենիսի, Սոտկի այդ հատվածներում ունենք Սև լճի, ունենք օկուպացված այս Ֆրանկիշտեին պետության կողմից, իրենց տերորիստների կողմից օկուպացված մեր տարածքներից։ Այ խնդրում եմ մի հատ ասեք։ Են գնում կամ ոչնչացվում են կամ գերավարվում են, ուրիշ ձև չկա։ Ագրեսոր չեք ելնում այդ դեպքում։ Չէ, իհարկե ոչ։ Սկզբից թռուցիկների ձևով, սկզբից սպիտակ դրոշակով իրանց մոտ։ Այդ մարդը համարը փոխում է, ինչ է անելու այդ։ Ոչ, չեմ հասկանում, որ ասում եք մի քիչ garantiա, ինչու՞ մի քիչ, չէ, ես նկատում եմ մի քիչ Ադրբեջանի այդ հռետորաբարությունը փոխվեց։ Ադրբեջանին ուղղակի ասել են, թե մենք այս 20 տարվա մեջ չենք ոչնչացնի քո պետությունը։ Եմ որ Ադրբեջանի ագրեսիան դեռ մինչև Թրամփը ԱՄՆ-ն ճնշեց, հիշենք, որ Ջերմուկի վրա առաջխաղացումից հետո եղավ բայդենական ադմինիստրացիայի զանգ եւ զորքերը հետ գնացին։ Այս ինչ վերաբերվում է հարցին, մեր մոտեցումը շատ հստակ է, ես համաձայն եմ, որ պատերազմից վախենալ, պատերազմից փախչել մանավանդ պետք չի, ինչպես զորաիշխանությունները, բայց պատերազմի գնալ էլ պետք չի, այսինքն սկզբունքը հետևյալն է, մենք չենք ուզում պատերազմ, սակայն պատերազմից չենք փախչի, եթե մեր վրա հարձակվեն։ Մանդատ ունեին Մինսկի խմբով կներեք, Ամերիկան Մինսկի խմբի ձեր հարցին պատասխանեմ։ Հիմի որ ավարտելու պահին ուղղակի նայեք, ավարտեմ ձեր հարցին պատասխանեմ։ Նայեք, Մինսկի խմբը ինչ էր, որտեղ գրել։ Այո, որտեղ Արցախյան հարցի Մինսկի խմբի շրջանակներում, ՄԱԿ-ի շրջանակներում, առանձին միջպետական հարաբերությունների շրջանակներում Արցախի հարցի բարձրացնող սուբյեկտը Հայաստանի Հանրապետության իշխանությունն էր։ Ինչ ՄԱԿ-ը չէր տվել այդ մանդատը, Հայաստանը հասկացան կողմ էր Հայաստանը։ Նայեք, ԵԱԿ-ը Մինսկի խմբում բանակցությունները Արցախի վերաբերյալ վարում էր Հայաստանի Հանրապետությունը։ Հարգելի Գևորգ ջան, ստորագրված հազարատ փաստաթուղթ կար, որտեղ այդ բեղավոր չեմ ասում ով ստորագրել է ինքը չի լուծելու այս խնդիրը, այս հարցը պատերազմի միջոցով։ Ինչի Ամերիկայի Միացյալ Նահանգները անկախ նրանից Փաշինյանն ինչ ասում, ականջի չբռնեց, չնստեցրեց։ Ասեմ, որովհետև ոչ թե ընդհատում եմ, ես ուզում եմ միտքը հասկանալ։ Միտքը, քանի որ ամբողջական պիտի լինի, ես չեմ կարողանում ավարտեմ։ Ավարտեք։ Հա, Գալություն, այսքանով մենք հաղորդումը մոտեցավ իր ավարտին։ Հիշեցնեմ նաև մեր հետևորդներին, որ ազգային ժողովրդական բևեռի խորհրդանի ընտրությունների ցուցակի երկրորդ համար Գևորգ Սաֆարյանն էր մեր հյուրը եւ Քոչարի կուսակցության հիմնադիր նախագահ վարչապետի տեխնացու Արտակ Սարգսյանը։ Շնորհակալություն ձեզ։ Ժողովուրդ ջան, կոճակը սեղմում եք լայքի եւ բարոյականները բարոյական կոմենտարիաներ գրում, անբարոյականները անբարոյական կոմենտարիաներ գրում։ Անբարոյականները չեն գրում։